Ձեր ուժը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում, երբ դուք լինեք վարչապետ, 1 դրամով են աշխատելու։ Հիմա ձեր ուժի падգամավորներից քանիսն են պատրաստ 1 դրամով падգամավոր աշխատել։ Հիմա 3 Նարեկը հայտարարեց, որ ինքը պատրաստ է, մյուսները կտեսնենք, դա ամեն մարդ ինքն է որոշում, դա չկա։ Պարոն Կարապետյան, քանի որ փոխխոսնակի 3-րդ տեղը հասնելու է ուժեղ Հայաստանին, արդեն որոշել եք ով է զբաղեցնելու։ Դա դեռ չենք քննարկել, կքննարկենք, դուք կիմանաք։ Բայց կվերցնեք ամեն դեպքում։ Չենք քննարկել, հենց քննարկեցինք։ Այսինքն դեռ քննարկում եք վերցնել չվերցնելու հարցը։ Քննարկում ենք վերցնել Իսկ ինչու, եթե դա օրենքով հասնում է ուժեղ Հայաստանին, ինչու ազգային ժողովի նախագահությունում չունենա։ Տարբեր կարծիքներ կան թիմի մեջ, դա արդեն ժողովրդի հետ կապ չունի, թիմի մեջ տարբեր կարծիքներ։ Դուք հակված եք վերցնել, թե չվերցնելու, ձեր անձնական տեսակետը ո՞րն է։ Իմ անձնական տեսակետը հենց թիմի հետ քննարկեցինք, ձևավորեմ իմ անձնական տեսակետը։ Եվ պարոն Կարապետյան, դուք 300,000 աշխատատեղ եք խոստանում ստեղծել, եթե լինեիք վարչապետ, հա։ Հիմա քանի որ չեք եղել վարչապետ, հնարավոր է հանուն Հայաստանի Հանրապետության մի կողմ թողնեք այս իշխանությունների հետ ձեր տարաձայնությունները եւ այդ 300,000 աշխատատեղ ստեղծելու, այսպես ասած, փաթեթը Առանց իշխանության 300,000 աշխատատեղ ստեղծելը շատ դժվար է, բայց մենք մեր աշխատատեղերը ամեն օր ստեղծելու ենք, դուք էլ դա տեսնելու եք։